Ողջույն, սիրելի ժողովուրդ, հուսով եմ տեխնիկական խնդիրներ չունենք, մի 2 րոպե հիմա հավաքվենք ու կզրուցենք։ Հուսով եմ լավ եք, անշառ անփորձանք ողջ առողջ, սիրելի ժողովուրդ։ Հանդանքում ես բարոցես։ Սիրելի ժողովուրդ, նախ ամենասկզբում մի խնդրանք ունեմ մեր ալիքին միացողներին, մեզ հետևողներին, սրտացավ մարդկանց, որոնք մեկնաբանությունների տեսքով անընդհատ իրենց համաձայնությունն են տալիս, իրենց շնորհակալությունն են հայտնում։ Պետք չի մարդկանց այսպես հորդորել, չգիտեմ, լայքել, չգիտեմ, տարածել։ Մենք գոհ ենք, մենք այսպես ասած գոհանում ենք մեր ունեցածով, սիրելի ժողովուրդ, նման կոնտենտը չի կարող Հայաստանում շատ մեծ հեղինակություն ունենալ, սա նորմալ է, որովհետև հասարակությունը նման ինֆորմացիայի, նման հաղորդումների պատրաստ չէ։ Այնպես որ պետք չէ ժողովրդին հորդորել, ովքեր ուզում են թող միանան, ովքեր չեն ուզում թող հանգիստ անցնեն կողքով։ Սիրելի հայեր, ես ինքս էլ անձամբ հազար ու մի ալիքներ եմ անցնում, որը հետաքրքիր է պահում եմ, որը չէ, պարզապես անցնում եմ կողքով։ Ես շնորհակալ եմ բոլոր մեր հետևորդներին, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, բարի խոսքերի համար, բայց պետք չէ մարդկանց այսպես մի քիչ ստիպողաբար հորդորել, թող սիրով թող միանան, սիրով թող հետևեն, թող բաժանորդագրվեն, սիրելի հայեր, ասեմ ավելին, կարող եք նույնիսկ հովանավորել ալիքը ցանկության դեպքում, որտեղ մենք արդեն կամաց ուզում ենք այսպես մի քիչ սահմանները մեծացնել մեր գործի, բայց դրա համար մեզ մի քիչ այսպես ազատ տեղաշարժի եւ մի քիչ հնարավորություններ է պետք, այնպես որ եթե բարի մարդիկ գտնվեն, ովքեր կցանկանան ինչ-որ կերպ օգտակար լինել, խնդրեմ համեցեք։ Հիմա շատ այսպես հիշատակի օր է մեզ համար, բայց ցավոք սրտի հիշատակից բացի մենք ֆիզիկական անգնահատելի, անդառնալի կորուստներից բացի ունենք մի իրավիճակ, որտեղից այսպես ասած հետ նահանջ չունենք, իսկ դիմացը ելքը չի նշմարվում։ Ես ուզում եմ սիրելի հայեր խոսել խաղաղության մասին։ Առավել ևս այս մի քանի օրերը անդադ հայերի մեջ քննարկվում է, սոցցանցերում քննարկվում է այդ հայտնի նկարը, որ մեր պետությունը ներկայացնող այսպես գնացել է, չգիտեմ, հանդիպել է մյուսի հետ, ես անուններ տալ չեմ սիրում եւ անհատների հետ բացարձակ գործ չունեմ, ես միշտ խոսում եմ հավաքական կերպարի եւ երևույթների մասին։ Հիմա տեսեք 2020 նոյեմբերի 10 իբր թե խաղաղության, այսպես ասած, գնացին, իբր թե ճակերտավոր, շատ ճակերտավոր, ես կխնդրեմ մի քիչ զուսպ եւ կոռեկտ լինել մեկնաբանությունների մեջ, ես ամեն ինչ ասում եմ ոչ թե լոկալ, ես կփորձեմ պատմական փաստերով, սիրելի ժողովուրդ, պատմական փաստերով ցույց տալ ձեզ, որ խաղաղությունը ունի արժեք եւ ունի գին։ Բայց ինչպես ասում էր Նիցշեն, շատ իմիջիայլոց փիլիսոփայական մոտեցում է, բայց շատ ճշգրիտ էր նկատել Նիցշեն, ասում էր այն ամենը, ինչը որ գին ունի, դա արժեք չունի։ Այսինքն, եթե ինչ-որ մի բան կարելի է դրա համար գին որոշել, ասենք այսքան գումար, դրա արժեքը արդեն իջնում է։ Իսկ եթե գալիս ենք այդ գումարը մի կողմ դրած, մենք հասնում ենք մարդկային կյանքերին, որը ամենա թանկն է,
երկնքի տակ եւ երկրի վրա, սիրելի ժողովուրդ, այստեղ արդեն ամեն բան այլ տեսանկյունից է կանգնում։ Տեսեք, պատմական փաստերով մի քանի փաստեր, որոնք հայտնի են եւ որոշ բաներ, որոնք կարծում եմ շատ քչերին գուցեև հայտնի լինի, հա։ Ուրեմն 1938 թվականին, սիրելի ժողովուրդ, այս սա համեմատությունների համար զուգահեռներով մենք կգանք կհասնենք մեր օրերին։ Մյունխենում ստորագրվեց մի պայմանագիր, որը հետո պատմության մեջ մտավ որպես Մյունխենյան դավաճանություն։ Սա անվանեցին Մյունխենյան պայմանագիր, բայց հետո պատմությունը դրա վրա կնիկ դրեց Մյունխենյան դավաճանություն։ Ինչ էր կատարվում 1938 թվականին Մյունխենում։ 1938 թվականին արդեն աշխարհում ֆաշիզմը կար, Հիտլերը արդեն կար, Հիտլերից առաջ դեռևս 20-ական թվականներին ֆաշիզմն, այսպես կարելի ասել, հիմնադրել եւ այսպես զարգացրել էր աշխարհով մեկ Բենիտո Մուսոլինին, ում իմիջիայլոց Ադոլֆ Հիտլերը համարում էր իր ուսուցիչը։ Եվ ուրեմն Մյունխենում հանդիպեցին ֆրանսիական վարչապետ, կարծեմ Ֆրանսիայի կառավարության վարչապետ Էդուարդ Դալադիեն, Անգլիայի կառավարության կողմից Արթուր Նևիլ Չեմբերլենը եւ Հիտլերը եւ Մուսոլինին իմիջիայլոց։ Եվրոպայում շատ այսպես անկայուն իրավիճակ էր, սիրելի ժողովուրդ, բայց անկայունը շատ մեղմ է ասած։ Ստալինը փորձում էր օգտագործել Հիտլերի, այսպես Վերմախտի ուժը իդեմս Եվրոպայի, եվրոպացիները մեծ հույս ունեին, որ Հիտլերի հետ պայմանագիրներ կնքելով կարող են սանձել սովետական միությանը։ Իմիջիայլոց այն ժամանակ դեռևս իհարկե ոչ վարչապետ, ապագա վարչապետ իհարկե Չերչիլը, ես հիմա նրա մասին կասեմ, դեռևս 17 թվականի, երբ որ տակավին երիտասարդ էր այն ժամանակ, հա, սովետական միության կարմիր հեղափոխությունից հետո այս մարդը իր առջև նպատակ էր դրել ողջ կյանքը պայքարել կոմունիզմի դեմ։ Իմիջիայլոց Չերչիլը համարվում է ողջ աշխարհում կոմունիզմի այսպես առաջին եւ նվիրյալ թշնամիներից մեկը։ Ինչևէ, Մյունխենում փորձելով համաձայնության գնալ Ադոլֆ Քերիի հետ, այսպես մի քիչ կենցաղային լեզվով եմ ասելու, սիրելի ժողովուրդ, Ֆրանսիան եւ Անգլիան մեղմ ասած, շատ մեղմ ասած, ներողություն այդ արտահայտության համար, նորից պիտի կենցաղային լեզվով ասած, մեղմ ասած փուռը տվեցին Լեհաստանին եւ Չեխոսլովակիային։ Ուրեմն Չեխոսլովակիայի մաս կազմող Սուդետների այդ մարզը, որը հիմնականում բաղկացած էր գերմանախոսներից, Հիտլերը պարզապես պահանջեց Եվրոպայից, պահանջեց։ Մարդն արդեն իրենով էր արել Ավստրիան արդեն հռչակել էր գերմանական հանրապետություն, Ֆրանսիային եւ Անգլիային ասաց, եթե չեք ուզում մտնել պատերազմի մեջ, պիտի մտեք Չեխոսլովակիայի Սուդետների մարզը վերցնեմ։ Չեմբերլենը եւ Դալադիեն ստորագրեցին փաստացի այդ փաստաթուղթը Մյունխենի, որով Չեխոսլովակիան այսպես մասնատեցին եւ տվեցին Ադոլֆին եւ իրենք էլ ընդունեցին, որ Սուդետների մարզը այսուհետև համարվում է գերմանական երրորդ ռեխի անբաժան մաս։ Եվ սրա համար այդ պայմանագիրը հետո կոչվելու էր Մյունխենյան դավաճանություն, բայց ինչ կատարվեց, սիրելի ժողովուրդ։ Ընդամենը 1 տարի անց, 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Ադոլֆը մտավ Լեհաստան։ Սա համարվում է երկրորդ համաշխարհայինի սկիզբը, որը հետո մի քանի տարի հետո արդեն մտնելու էր սովետական միություն եւ դառնալու էր հայրենական պատերազմ։ Այսինքն այդ խաղաղության պայմանագրերը բոլորը ֆորմալ էին եւ դրված էին պարզապես նրա համար, որպեսզի ամեն պետություն իրեն համար ժամանակ շահեր։ Եվրոպան փորձում էր այդ պայմանագրերով շահել Հիտլերի սիրտը, որպեսզի Հիտլերը գնա դեպի Ռուսաստան չգա այս կողմ։ Ռուսները փորձում էին, ես հետո կասեմ, արդեն երբ որ մտավ Լեհաստան, Հիտլերը վախենա մինչև Լեհաստան մտնելը Հիտլերը մտածում էր, որ երբ որ ինքը մտնի Լեհաստան, Սովետական միությունը դա կընդունի որպես ագրեսիա եւ դրա համար Սովետական միության հետ կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, դուք գիտեք դրա մասին, չհարձակման մասին, բայց հետո խաղաղության պայմանագրեր շռայլող Ադոլֆ Հիտլերը դա էլ խախտեց եւ գիտեք հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։
Ինչ տվեց հայրենական պատերազմը, ինչ վերցրեց հայրենական պատերազմը ողջ աշխարհով գրեթե 80 միլիոն զոհեր, գրեթե 80 միլիոն ողջ աշխարհով։ Եվ երբ որ հետ եք նայում, սիրելի հայեր, դրանից առաջ ստորագրված բազմաթիվ խաղաղության պայմանագրեր, էլ Ռուսաստան, Գերմանիա, էլ Գերմանիա, Անգլիա, էլ Գերմանիա, Ֆրանսիա, չգիտեմ, բայց Ադոլֆը բոլորը այսպես, այսինքն, եթե մարդը ագրեսիվ է, Եվրոպան գիտեր, որ Հիտլերը միևնույն է հարձակվելու է։ Ստալինը գիտեր, որ Հիտլերը միևնույն է հարձակվելու է։ Այս բոլորը փորձում էին ինչ-որ մաս պոկել եւ բուֆերային այսպես մարզեր ստեղծել իրենց համար պաշտպանվելու։ Սովետական միության քաղաքականությունը այս հարցում շատ հստակ էր։ Ստեղծել հնարավորինս բուֆերային երկրներ՝ Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, չգիտեմ, Լեհաստան, որպեսզի մինչև հասնեին, ասենք, Մոսկվա բուֆերային ինչ-որ կոմունիզմ ասվածը հենց սրա համար էր, սիրելի ժողովուրդ, եւ Չերչիլը սա գիտեր։ Բայց ես ուզում եմ խոսել եւս մեկ խաղաղության պայմանագրի մասին, որն արդեն գնում էր պատերազմի ավարտին։ 1945 թվականի փետրվարի 3։ Խնդրում եմ միացեք, լսեք, սիրելի ժողովուրդ, սա պատմական փաստեր են, ես զուգահեռներով ես կբերեմ եւ այդ խաղաղություն կոչվածի, այդ ճակերտավոր խաղաղություն կոչվածի գինը եւ արժեքը մեր ժողովուրդը չկարողացավ տարբերել։ Երբ որ մինչև 45 թվականը նախասեմ, երբ որ Չեմբերլենը վերադարձավ Անգլիա այդ Մյունխենյան դավաճանությունից հետո, Ը, ներկայացրեց անգլիական կառավարությանը այս Մյունխենյան պայմանագիրը որպես հաղթանակ, ասաց ես կարողացել եմ Ադոլֆի հետ համաձայնության գալ, Ադոլֆը չի հարձակվի, ամեն ինչ նորմալ է։ Ֆրանսիացիներն այսպես իրենք իրենցից վստահ, որ Ադոլֆը չի հարձակվելու, ամեն ինչ նորմալ է։ Այն ժամանակ դեռևս սենատոր, այն ժամանակ դեռևս Անգլիայի ապագա վարչապետ Ուինստոն Չերչիլը Անգլիայի կառավարության այդ ժողովի ժամանակ բարձր ամբիոնից ասաց. «Պարոնայք, սա Չերչիլի այն բազմաթիվ այն թևավոր խոսքերից մեկն է, որը մտել է պատմության մեջ»։ Չերչիլն ասաց. «Պարոնայք, խայտառակության եւ պատերազմի միջև դուք ընտրեցիք խայտառակությունը»։ Չերչիլը սա համարում էր խայտառակություն։ Չեխոսլովակիային փուրը տվեցին, Լեհաստանին փուրը տվեցին, իբր թե Ադոլֆը չի հարձակվելու։ Ասաց դուք խայտառակության եւ պատերազմի միջև ընտրել եք խայտառակությունը, ես խնդրում եմ դուք մոտավոր, այսպես ինչու մոտավոր, ուղիղ զուգահեռներով բերեք, համեմատեք մեր ժողովրդի անցյալի եւ ներկայի այսօրվա հետ։ Ասաց, բայց միևնույն է, խայտառակության եւ պատերազմի միջև, եթե դու ընտրում ես խայտառակությունը, դու ստանում ես խայտառակ պատերազմ։ Եթե դու ընտրեիր պատերազմը, դու կստանայիր այսպես գիտեք, բարձր դիսկից, այսպես ինքնասիրություն ունեցողի պատերազմ, բայց երբ որ դու ընտրեցիր խայտառակությունը, դու կստանաս խայտառակ պատերազմ, եւ Չերչիլը շատ ճիշտ էր։ Ես չեմ ուզում խոսել պատերազմի ընթացքից, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ խոսել մի կոնֆերանսից, որը այսպես խաղաղության կոնֆերանս էր 1944 թվականի փետրվարի 3։ Ուրեմն 7 ժամյա այդպես հոգնածուցիչ, այսպես թռիչքից հետո Ղրիմի Սակի օդանավակայանում վայրէջք կատարեցին ԱՄՆ նախագահի եւ Անգլիայի վարչապետի օդանավերը։ Յալտայի կոնֆերանսի մասին, սիրելի ժողովուրդ, մենք գիտենք ընդհանրապես, որ այնտեղ հանդիպել են 3 լիդերները, չգիտեմ ինչ որ բաներ են խոսացել, զրուցել, այստեղ այսպես անդրկուլիսյան շատ հետաքրքիր պատմություններ կա, որոնց մասին իհարկե չի խոսվում, որոնց մասին շատ քիչ է խոսվում։ Յալտայի կոնֆերանսը 1, 2, 3 ժամվա կամ 1 օրվա այն տևել է մոտ 8 օր։ Ի սկզբանե սա 3 լիդերների հանդիպումն էր, որը նպատակ ուներ խաղաղություն բերել աշխարհին, որովհետև ֆաշիստական Գերմանիայի եւ ֆաշիստական Իտալիայի վերջը մոտենում էր, ֆաշիզմն այսպես արդեն վերջին շնչում էր եւ 3 նախագահները հանդիպեցին Յալտայում, բայց կրկնում եմ, եթե ուշադիր լինեք, օդանավերը իջան ոչ թե Յալտա, Յալտայում օդանավակայան կա, օդանավերը իջան Սակի, Ղրիմի Սակին, գիտեք բոլորդ։ Ինչու՞մն էր Սակի օդանավակայանում
այս նախագահներին, այսպես ասած, սակի օդանավակայան բերելու ստալինյան այս պրոպագանդան կարելի ասել։ Սակից մինչև Յալտա մոտ 150 կիլոմետր է, եթե չեմ սխալվում, հա, մոտ 150 կիլոմետր, ահա որ քամի լեռնային տարածք այն ժամանակվա մեքենաներով Ռուզվելտը եւ Չերչիլը պիտի անցնեին գրեթե 5 ժամ։ Եվ Ռուզվելտը, եւ Չերչիլը եկել էին իրենց աղջիկների հետ, այսպես ասած, ոչ օֆիցիալ, ոչ պաշտոնապես, Ռուզվելտի աղջիկը Աննան եւ Չերչիլի աղջիկը Սառան նրանց խորհրդականներն էին, բայց ավելի շուտ ոչ թե խորհրդականներն էին, այն նրանց պահապան հրեշտակները, սիրելի ժողովուրդ, որովհետև Ռուզվելտը արդեն պարալիզացված էր։ Եթե դուք ուշադիր լինեք այդ Յալտայի կոնֆերանսի ժամանակ բոլոր նկարները, բոլոր հանդիպումները, ինչ որ կտեսնեք, Ռուզվելտը ընդամենը մեկ անգամ օդանավից իջնելուց այսպես ոտքի վրա կանգնում է, բարևում է եւ հետո նրան տեղավորում են հաշմանդամի սալյակի վրա։ Ծանր պոլիոմելիտից հետո նրա ոտքերը եւ ողնաշարը պարալիզացվել էին։ Այս վիճակում ԱՄՆ նախագահ Ռուզվելտը ուրեմն կտրել էր մոտ, եթե չեմ սխալվում, 8500 կիլոմետր։ Ֆլորիդայից նավով եկել էր մինչև Մալտա, նավով, ինչ ահռելի ճանապարհ է, հիվանդ մարդ։ Ստալինը հրաժարվեց որևէ այլ տեղ հանդիպելուց, ասաց չէ, Յալտա։ Հետո երբ որ օդանավերը եկան, ես հետո կասեմ այս օդանավերը ինչպես մտան սովետական միության տարածք եւ ում էին պարտական իրենց անվտանգ թռիչքի համար։ Ուրեմն Ստալինը որոշեց, որ չէ, ձեր օդանավերը պիտի իջնեն Սակիում, դուք պիտի նստեք մեքենաները եւ 5 ժամ պիտի գաք մինչեւ Յալտա, ճանապարհին ավերված ղրիմներ, դիակներ էր փռել, տվել չէր հավաքել։ Ամբողջ այսպես պրոպագանդան, այս խորամանկությունը ստալինյան կայանում էր նրանում, որ Ռուզվելտը եւ Չերչիլը պիտի այդ 5 ժամը անընդհատ տեսնեին ավերածություններ, զոհեր, դիակներ եւ հետո Ստալինը այս ամեն ինչը բերելու էր, դնելու էր երկուսի դիմաց եւ ասելու էր. դուք կարող էիք թույլ չտալ սա, բայց ես միայնակ հաղթահարեցի այս ամեն ինչը։ Այսինքն պատերազմում հաղթանակի այս առյուծի բաժինը Սովետական Միությունը վերցրել էր իր վրա, թեև զոհերի հաշվին, եթե վերցնենք այդպես, Կարմիր բանակի այսպես հաղթարշավին եթե նայենք, իրապես այդպես էր։ Իրապես այդպես, որովհետև առանց ԽՍՀՄ-ի ֆաշիզմին հաղթել հնարավոր չէր, սա միանշանակ փաստ է եւ Ստալինը փորձում էր սա օգտագործել։ Ուրեմն Աննային շատ հետաքրքիր օրագիր ունի Ռուզվելտի աղջկան, պատմում է, ասում է, ողջ ճանապարհին 5 ժամ, ամեն 300 մետրին ռազմական այդ պոստեր էին, երկու տղամարդ, երկու կին, զինվորներ, 300 մետրը մեկ, 150 կիլոմետր, 300 մետրը մեկ, 4 հոգի կանգնած են։ Ասում է անձրևն էին, բայց 300 մետրին, ասում ամեն 300 մետրին երկու կին, երկու տղամարդ, զինվորներ, բոլորի դեմքին ժպիտ, բոլորը այսպես պատվի էին առնում մեզ, որևէ մեկի երեսին հոգնածություն չկար, որևէ մեկ այսպես կանգնած տեղը չէր քնում եւ միաժամանակ 150 կիլոմետր 160 ռմբակոծիչներ թևածում էին երկնքում եւ սա Մարշալ Խամփերյանցի էսկադրիլյան էր։ Մարշալ Խամփերյանցը պատասխանատու էր ԱՄՆ նախագահի եւ Չերչիլի այդ թռիչքների համար ապահով պիտի սովետական միության տարածք մտնելուց հետո ապահով պիտի բերեր Սակի, արդեն ասացի ինչի համար, այս ճանապարհը պիտի անցնեին մեքենայով եւ այդ 150 կիլոմետրը 160 ռմբակոծիչներ, սա կատակ բան չէ, սիրելի ժողովուրդ։ Բայց ես ուզում եմ այստեղ համեմատության կարգով նայել։ Ինչ կուզեք ասեք, որևէ կենդանի շունչ չի կարող ինձ հանկարծ մեղադրել ինչ-որ այս կամ այն երկրի պրոպագանդայի, ինչպես մեկ ու մեջ, այսպես միջակցությունները, տագետները, ասենք արևմուտքից խոսենք, ասեն արևմտամետ է, ռուսից խոսես, կասեն, չգիտեմ, կակեբեշնիկ է։ Ես խոսում եմ մեր մասին, մեր ժողովրդի մասին, իսկ պատմական փաստերը մնում են պատմական փաստեր։ Ռուզվելտը կարելի ասել կիսամեռ վիճակում
8500 կիլոմետր կտրեց խաղաղության համար, իբր թե։ Բայց հիմա ես ձեզ կպատմեմ, որ դա այնքան էլ խաղաղության համար չէ։ Ստալինը, ինչպես նրան արևմուտքում ասում էին «Դյադյուշկա Ջոն», հա, Քերի Ջոն, արևմուտքում նրան ասում էին, Ամերիկայում ասում էին Քերի Ջոն։ Ստալինը ամենում մեծ հեղինակություն էր վայելում, շատ մեծ հեղինակություն էր վայելում եւ Եվրոպայում նույնպես մեծ հեղինակություն էր վայելում, որտեղ սովետական միության Կարմիր բանակի այդ հաղթարշավը հնդում էր ողջ աշխարհում, Ստալինին համարում էին այսպես հաղթանակող, թեև ես բազմիցս ասել եմ եւ կկրկնեմ նորից, որ Չերչիլ կլինի, չգիտեմ, դե Ռուզվելտը հեռու էր պատերազմական այդ թատերաբեմից, նույն ինքը Հիտլերը օր ու գիշեր գրեթե ամեն շաբաթ, գրեթե ամեն ամիս պարտադիր շրջում էր պատերազմական գոտիներով, իսկ ժողովուրդների հայր գեներալիսիմուս Յոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը մետրոյի կայարանը վերցել էր, սարքել էր իրեն համար բունկեր եւ այդտեղից դուրս չեկավ մինչեւ պատերազմի վերջը։ Սա էր Ստալինը։ Այդ միլիոնավոր զոհերի հաշվին, 20-25 միլիոն զոհերի հաշվին կարողացավ այդ Կարմիր բանակի հաղթարշավը ներկայացնել որպես սեփական հաղթանակ, բայց դա այդքան էլ այդպես չէր, բայց հիմա դրա մասին չենք խոսի, սիրելի ժողովուրդ։ Չերչիլը նույնպես հիվանդ էր, արդեն հիվանդ էր։ Սառան եկել էր հորը տիրություն անելու, Աննան եկել էր Ռուզվելտին տիրություն անելու եւ այսպես հասան Յալտա։ Յալտայի կոնֆերանսին, այդ խաղաղության կոնֆերանսին, որը պատմությունը ներկայացնում է որպես խաղաղության կոնֆերանս, աշխարհի 3 լիդերները պատրաստվում էին աշխարհը կիսել 3 մասերի։ Արդեն ֆաշիստական Գերմանիայի այսպես կործանումը մոտ էր, արդեն ասացի, Ստալինգրադի ճակատամարտից հետո արդեն գրեթե ելքը որոշվել էր արդեն, եւ այստեղ շատ կարեւոր 4 հարցեր կային Յալտայի այդ վեհաժողովում։ Ուրեմն Գերմանիայի հարցը, Լեհաստանի հարցը, Ճապոնիայի հարցը եւ ամենագլխավոր հարցերից մեկը, որը Ռուզվելտը պարտադիր ուզում էր դնել օրակարգում եւ հասնել հաջողության, դա ՄԱԿ-ի ստեղծումն էր, Միացյալ Ազգերի կազմակերպություն։ Ռուզվելտը մեծ հույս ուներ, որ ՄԱԿ-ը ստեղծելով կարող էր երկարամյա, այսպես երկարատև խաղաղություն բերել աշխարհի երեսին եւ ՄԱԿ-ի այսպես գլխավոր գառանտներից մեկը պիտի դառնար ԽՍՀՄ, բայց մինչև ՄԱԿ-ին հասնելը։ Նախ ասեմ, որ ի տարբերություն այդ 3200 կիլոմետրի, որը կտրել էր Չերչիլը, 1500 կիլոմետրի, որը կտրել էր հիվանդ կիսամեռ Ռուզվելտը, Ստալինի իր անձնական այսպես զրահապատ գնացքով կտրել էր ընդամենը 1300 կիլոմետր եւ անգամ պատիվ չհամարեց դիմավորելու Ռուզվելտին եւ Չերչիլին։ Դրա համար սակի էր ուղարկել իր աջ ձեռքին Վյաչեսլավ Մոլոտովին։ Մոլոտովը գնաց սակից դիմավորեց, այսպես շքախմբով, արդեն ասացի 160 ռմբակոծիչներով, ամեն 300 մետրին մեկ 4-4 զինվորներով, այսպես զինվորական պոստերով եկան հասան Յալտա երեկոյան, Ստալինը չերևաց։ Չերչիլին եւ Ռուզվելտին տվեցին երբեմնի ցարական Ռուսաստանի ժամանակ այդ կայսերական պալատներից երկուսը, մեկը Վառանցովների այդպես պալատն էր, մյուսում Ռուզվելտն էր, առավոտյան նոր, երբ որ այդ խաղաղության կոնֆերանսը սկսվեց, ես ուզում եմ դուք ուշադիր լինեք ոչ թե անուններին, ոչ թե փաստերին, ոչ թե, այլ 3 լիդերներ ֆաշիզմի դեմ հաղթանակ են տարել, արդեն հաղթում են, ամբողջ աշխարհում ցնծում են, որ վերջապես ասում են չարը ներողություն, բարին հաղթեց չարին, հա։ Իրենք իրենց համարում էին բարի, ֆաշիզմին համարում էին չար, ֆաշիզմը իհարկե այսպես սատանայական ինչ-որ բան էր, Մուսոլինին էր դա հիմնել, արդեն ասացի, բայց հիսա ես կասեմ ձեզ, կպատմեմ եւ դուք կտեսնեք, որ այս 3 հրեշները գերագույն գլխավոր հրեշ Ստալինի գլխավորությամբ չէին պատրաստվում խաղաղություն բերել աշխարհին։ Մարդամեկը, որ գիրքը տվել ու երկուսով կանգնել ժպտում են, հասկանում եք, գայլի աչքերում խաղաղություն կարդալ, սա աբսուրդի ժանրից է, սիրելի ժողովուրդ։ Եվրոպացիները խաբվեցին Հիտլերի խաղաղության պայմանագրերին։
Ստալինը գիտեր, որ Հիտլերը երկերեսանի է, բայց Մոլոտովին ուղարկեց այդ Ռիբենտրոպի հետ այդ պակտը ստորագրելու, որպեսզի ժամանակ շահեր հասկանալու համար, թե ինչ պիտի անի Լեհաստանի հետ։ Եվ իր համաձայնությունը տվեց, որ Հիտլերը մտնի Ռուսաստան։ Խաղաղության պայմանագրերը սրանք բոլորը ֆորմալ երևույթներ էին։ Գերմանիայի հարցը ամենակարևոր հարցն էր Յալտայի այդ վեհաժողովում։ Ուրեմն ի՞նչն էր հետաքրքիր, սիրելի ժողովուրդ, որ Չերչիլը իր դիրքով արդեն զիջում էր այդ երկու ծանրակշիռ, այսպես կարելի ասել, խաղացողներին՝ Ռուզվելտը եւ Ստալինը։ Ռուզվելտը եւ Ստալինը անընդհատ իրար հետ այսպես փսփսալով հասկացնել էին տալիս Չերչիլին, որ Անգլիան արդեն զիջել է իր դիրքերը, Եվրոպան այն դիրքում չէ, որ կարողանա ինչ-որ բանակցություններ վարել, հարցը այստեղ գալիս է նրան, որ աշխարհը կիսվել է երկու ծանրակշիռների միջև՝ ԽՍՀՄ եւ ԱՄՆ, եւ Ռուզվելտը փորձում էր ԽՍՀՄ-ի հետ գալ ընդհանուր համաձայնության։ Ինչ կուզեք ասեք, ոնց կուզեք այսպես պտտեք, բայց Ստալինի այդ ագրեսիվ խորամանկ, այդ մարդակերպ պահվածքը եւ Ռուզվելտի ջանքերը վերջին հաշվով ինչ-որ խաղաղության գալ, ինչ-որ խաղաղության հասնել, մակ ստեղծել, չգիտեմ ինչ ասել, բոլորովին անհամապատասխան էին։ Ուրեմն հասկանալով, որ ինքը մնում է միայնակ, Չերչիլը այսպես ոչ մի բանից առաջարկեց Բերլինը կիսել ազդեցության 4 գոտիների։ Այստեղ Ստալինը իհարկե չհամաձայնվեց, որովհետև ազդեցության 4-րդ գոտին պիտի պատկաներ Ֆրանսիային։ Բայց Ստալինը այստեղ շատ արդարացի այսպես նկատեց, ասես ֆրանսիացիներն ինչ են արել հաղթանակի համար։ Ոչինչ, 40 թվականին, երբ որ Հիտլերը մտավ Ֆրանսիա, մի քանի օրում սրանք կապիտուլյացիա հայտարարեցին։ Բացարձակ ֆրանսիացիներն ինչ են արել։ Ստալինը իմիջիայլոց փորձում էր աշխարհին ցույց տալ, որ երկրորդ աշխարհամարտից ամենաշատը տուժել է ԽՍՀՄ, եւ այդ ավերածությունները, որ տեսնում էին Չերչիլը եւ Ռուզվելտը, հետո այս ամեն ինչը Ստալինը պահանջելու էր։ Ստալինը գնաց եւս մեկ խորամանկ քայլի, սրանք բոլորը առևտրականներ էին։ Այս 3 լիդերները, խաղաղության այս հրեշտակները բոլորը առևտրականներ էին, բոլորը։ Սրանցից ոչ մեկը խաղաղության չէր գնում, առավել ևս խաղաղություն բառը Ստալինի մասին չէր։ Խաղաղություն եւ Ստալին բառերը անհամապատասխանում էին, բայց Ստալինը գնաց այսպես պահանջատերի, այսպես կեցվածքով ասած, հարց չկա Չերչիլին։ Ուզում ես կիսել 4 գոտիների, խնդրեմ քո ազդեցության գոտին կիսիր երկու մասին, մեկը կեսը տուր Ֆրանսիային։ Այսինքն ընդհանուր այդ ազդեցության գոտիներից որևէ բաժին չի հասնում Ֆրանսիային։ Եթե ուզում ես Ֆրանսիան դառնա ազդեցության գոտի, դու կարող ես կիսել քո բաժինը։ Չերչիլը փորձում էր Ֆրանսիային ներքաշել այսպես իր հետ համագործակցության, որովհետև հասկանում էր, որ այդ երկու հրեշների հետ խաղը վերջը լավ ավարտ չունենալու, փորձեց Ֆրանսիային բերել, բայց դրա փոխարեն Ստալինը պահանջեց 10 միլիարդ պատժամիջոցների չափ, այսպես կոչված ռեպարացիաները։ Ֆաշիստական Գերմանիան այսպես այն վիճակով, որ կար այդ պահին, սիրելի ժողովուրդ, բացարձակ ոչ մի հնարավորություն չուներ վճարելու այդպիսի պատժամիջոցներ։ Ստալինը գիտեր ինչ էր ուզում, այսպես դիվանագետ Մայսկի կա, որը կոնֆերանսին մասնակցել է այդ ժամանակ որպես դիվանագետ, ուրեմն այդ Մայսկ օրագրից կարդում ենք, ասում է կոնֆերանսի այն ամենաթեժ պահին Մոլոտովը այսպես թեքվեց Ստալինի ականջին եւ ասաց. «Հիմա ես ինչ ասեմ, 5 թե 10»։ Ստալինը այսպես շատ մեղմ, շատ այսպես ազդեցիկ ձայնով ասաց. «Միանշանակ 10, ոչ մի կոպեկ պակաս, 10 միլիարդ պատժամիջոցների մասին էր խոսքը»։ Գերմանիան չէր կարող տալ այս պատժամիջոցները, Ստալինն ասաց. «Գիտեմ, որ չի կարող տալ, եւ դրա համար ստրատեգիական նշանակության այսինքն ոչ թե բոլոր, այն ազդեցության իր գոտու ողջ ունեցվածքը Գերմանիայից ապամոնտաժեցին, այսպես շուռուպ առ շուռուպ տեղափոխեցին Սովետական Միություն»։
Ռուզվելտը փորձում էր օգնել Գերմանիային, Անգլիան փորձում էր օգնել Գերմանիային, իբր թե համաձայնության էին եկել, որ պիտի Գերմանիան ոտքի կանգնի։ Դե Հիտլերը չկա, գերմանացիները մեղավոր չեն, գերմանացիները սովամահ են լինում, բայց Անգլիան եւ Ամերիկան հասկացան, որ սովետական միությունը այս ռեպարացիաները, որ փորձում է պոկել Գերմանիայից, եթե իրենք սկսեն օգնել գերմանացիներին, իսկ Ստալինը տանի, կստացվի, որ Գերմանիայի պարտքերը մարում են ամերիկացիները եւ անգլիացիները, սրա համար պետք էր գալ համաձայնության։ Ստալինին հաջողվեց այստեղ էլ հաղթել եւ այդ ողջ ունեցվածքը գերմանացիների թալանվեց։ Ես հետո այսինքն ինչու հետո այսպես միջանկյալ ասեմ, որովհետեւ դրա մասին չի հիմնական թեման, բայց ասեմ, որ ԱՄՆ-ի այդ հումանիստական մոտեցումը սա արդեն ավելի ուշ էր, արդեն Տրումենի ժամանակ էր, որովհետև ես հեսա ձեզ կպատմեմ, թե ինչպես Ռուզվելտին հաջողվեց մինչև վերջ այսպես իրականացնել էր իր երազանքը, արդեն Տրումենի ժամանակ, երբ որ Ստալինը օկուպացրեց Արևելյան Գերմանիան, Տրումենը փորձեց օդային ճանապարհով, այսպես օդային կամուրջներ էին կոչվում, փորձեց այդ ողջ պարենը, այսպես ուտելիքը, չգիտեմ, վառելանյութը, ածուխը հասցնել Արևմտյան Գերմանիա, բայց Տրումենի նպատակն էլ այսպես հումանիստական չէր, Տրումենը չէր մտածում Սովետական միությունը մտածում էր գերմանացիները ինչքան սոված մնան, ինչքան անտուն ու աղքատ մնան, այնքան պիտի կախվեն կոմունիզմից։ Տրումենը մտածում էր, եթե մենք կարողանանք ինչ-որ կերպ գերմանացիներին օգնություն ցույց տալ, գերմանացիները գուցե հասկանան, որ կոմունիզմի կողմը նայել պետք չէ, որովհետև մենք ենք իրենց փրկելու, այսինքն պատկերացնում եք ինչ էր կատարվում, ինչ ստորացումների գնացին եւ ԱՄՆ եւ ԽՍՀՄ։ Ինչպես էին փորձում աշխարհը կիսել մարդիկ, որոնք եկել էին խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Հարցը հասավ Լեհաստանին։ Այստեղ էլ այսպես ամերիկացի եւ անգլիացի այսպես նախագահները, վարչապետն ու նախագահը ստիպված էին նորից Ստալինի այսպես թմաճույքներին ենթարկվել, որովհետև սովետական զորքերը արդեն գտնվում էին Եվրոպայում։ Պատերազմի ժամանակ, երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, սիրելի ժողովուրդ, լեհական կառավարությունը փախավ Լոնդոն, Լոնդոնում պահում էին նրանց։ Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ եւ Չերչիլը փորձում էին այդ կառավարությանը հետ բերել, Ստալինն ասաց. «Ոչ, արդեն ոչ, արդեն կոմունիզմ»։ Եվ այստեղ Չերչիլը գնաց առևտրի, սա պատմության մեջ Չերչիլի պես քաղաքական գործչի կարիերայի մեջ համարվում է ամենաստոր քայլը։ Չերչիլը եւ Ռուզվելտը երկրորդ անգամ փուռ տվեցին Լեհաստանին իրենց դիրքերը մի փոքր բարելավելու համար։ ԱՄՆ փորձում էր Ստալինի հետ համաձայնության գալ Ճապոնիայում, իսկ Չերչիլը գնաց այդ համաձայնությանը, որ Լեհաստանի հողերը անցնեն Սովետական միությանը, Գերմանիայից էլ մի երկու կտոր հող կտանք Լեհաստանին արևմուտքից, թող այսպես կոպիտ ասած յոլա գնա։ Գնացին այդ համաձայնությանը միայն նրա համար, որպիսի Հունաստանը կարողանար պահել իր ազդեցության գոտում, որովհետև Հունաստանը միշտ, այսինքն ոչ թե միշտ, այլ ժամանակին եղել է բրիտանական գաղութ եւ դեպի Սուեզի ջրանցք այդ դարպասներն է միշտ համարվել Հունաստանը, Անգլիայի աչքը միշտ եղել է Հունաստանի վրա։ Այստեղ նույնիսկ Ռուզվելտը տեղյակ չէր այս խորամանկ 100 քայլանի այս շախմատային պարծաներով, եթե նայենք աշխարհի երեսին, չգիտեմ, Սպասկիներ, Ֆիշերներ, չգիտեմ, չէին կարող այսպիսի պարծաներ մշակել, ինչեր էր կատարվում խաղաղության կոնֆերանսում։ Դրանից 4 ամիս առաջ, եւ Ռուզվելտը դրանից տեղյակ չէր, Չերչիլը հանդիպել էր Ստալինի հետ 44 թվականի հոկտեմբերին Մոսկվայում, եւ Մոսկվայում Չերչիլը եւ Ստալինը եկել էին համաձայնության, որ պատերազմի ավարտից հետո 90% Ռումինիայի ազդեցության գոտին անցնում է Ռուսաստանի, 75% Բուլղարիայից, Լեհաստանից, եւ փոխարենը
Չերչիլը ընդամենը ուզում էր Հունաստանում 90% ազդեցություն, Ստալինը համաձայնվել էր, եւ Չերչիլը մեծ հույսեր ուներ, որ այդ Ռուզվելտի հետ արդեն հանդիպման ժամանակ Ստալինը անպայման հիշելու է իրենց 4 ամսվա առաջվա ելույթը։ Այսպիսի խորամանկ քայլեր աշխարհը չի տեսել։ Երեք ես չգիտեմ, լիդերներ գուցե այսպես ուզենք թե չուզենք լիդերներ, որոնք հաղթեցին ֆաշիզմին, հիմա կռվում էին միմյանց դեմ, եւ երբ որ պատմությանը նայենք, սիրելի ժողովուրդ, երբ որ նայենք ինչ էր կատարվելու հետո, ֆաշիզմից ավելի վտանգավոր էին եւ Ստալինը, եւ Չերչիլը, եւ հետո արդեն Ռուզվելտին բանը չհասա, որովհետեւ ես հիմա մնացածն էլ կասեմ ու կասեմ ինչու բանը չհասավ։ Լեհաստանից հետո, Լեհաստանի հարցում համաձայնության գալուց հետո անցան Ճապոնիայի։ Հետաքրիր է, որ անգլիացի եւ ամերիկացի եւ անգլիացի դիվանագետներ, որոնք եկել էին կոնֆերանսին մասնակցելու, Իդեն եւ Կադոգան, այս երկուսն էլ տարված էին Ստալինով։ Սրանց օրագրերում, սրանց այդպես մեմուարներում գրված է, որ այս երկուսն էլ եւ Իդենը եւ Կադոգանը նշում են, ասում են Ստալինը այնպեսի դիրք ուներ, տանտիրոջ դիրք, այսպես, հա, որ ամեն ինչ կարողանում էր համոզել։ Նա կարողանում էր իր ուզածին հասնել եւ թվում էր, թե մինչեւ Չերչիլը կամ Ռուզվելտն իրենց բերանը բացեն, Ստալինն արդեն գիտի այդ ամեն ինչը, այդքան ծանր տպավորություն է թողնում։ Այս միամիտ դիվանագետները կարծում էին Ստալինը մարգարե է։ Չերչիլը եւ Ռուզվելտը գիտեին, որ իրենց առանձնատներում այդ լսող սարքերը ամեն պատի գրեթե բոլոր ծակերում այսպես տեղադրված էին։ Գիտեին, որ իրենց լսում են, բայց Չերչիլը, Ռուզվելտը եւ նրանց դիվանագետները տեղյակ չէին, որ այդ այգում, որտեղ նրանք սիրում էին զբոսնել որպես հյուրեր, ամեն թփի տակ ռուսական հատուկ ծառայությունները շարել էին այդ լսող ապարատները։ Ամեն ինչ ձայնագրվում էր, ամեն ինչ, որևէ քայլ չէր մնում առանց ձայնագրության։ Մինչև հաջորդ օրը, որ պտտում էր, գրեթե 8 օր է տևել այդ Յալտայի կոնֆերանսը։ Ստալինն արդեն ամեն ինչ անգիր գիտեր։ Ամեն ինչ։ Այս ամենը հետո էր արդեն պարզ դառնալու, որ սովետական այդ հետախուզությունը, որը ասում են, որ մինչև Չերչիլը կնստեր իր ինքնաթիռը, մինչև Ռուզվելտը Ֆլորիդայից կնստեր նավը, որ գար Մալտա, արդեն ԱՄՆ-ից եւ Անգլիայից սովետական հետախուզությունը արդեն, այսպես ասած, ուղարկել էր Կրեմլ այդ ողջ ինֆորմացիան, նույնիսկ նրանց հագուստի վերաբերյալ, ինչ է հագել Չերչիլը եւ ինչ է հագել Ռուզվելտը, նրանք տեղյակ չէին։ Սովետական հետախուզությունը ուղղակի, չգիտեմ, փոխարինը, այսպես այն ժամանակներում իմիջիայլոց դեռևս գոյություն չունեին 45, 44, 47 թվականը մինչև սիրելի ժողովուրդ ասեմ, որ ԱՄՆ-ում որպես այդպիսին հատուկ ծառայություններ չկային։ Այսպես մեկումեջ շպիոններ էին աշխատում եւ Գարի Տրումանը 47 թվականին ստեղծեց այդ կենտրոնական հետախուզական վարչությունը, որը հետո դարձավ արդեն աշխարհով մեկ հայտնի այդ ՑՌՈ-ն եւ ԿԳԲ-ին կարողացավ դիմակայել, բայց մինչեւ այդ չկար, ամերիկացիները հատուկ ծառայություններ չունեն, այսպես մանր-մունր շպիոններով փորձում էին ինչ-որ բան անել, բայց որ նույնիսկ ծառերի ու թփերի տակ այդպիսի լսում են իրենց ոչ մեկը չէր պատկերացնում։ Ուրեմն տեսեք ինչ կատարվեց Ճապոնիայի հարցում։ Խաղաղության կոնֆերանսի մասին է խոսքը։ Խաղաղություն, որը ուներ գին, ամեն մեկը իր գինն էր առաջարկում, եւ վերջապես ինչ արժեցավ դա աշխարհին, սիրելի հայեր։ Ես չեմ անհատական, այսպես չեմ անցնի այս ամեն ինչին, բայց որովհետև կրկնում եմ, մեր համար շատ այսպես ողբերգական հիշողությունների հիշատակի օր է, եւ եթե հետ գնանք 100 տարի առաջ, հետ գնանք մեր պայմանագրերին, չգիտեմ, հազար ու մի պայմանագրերին, որոնք ստորագրվել են թե հայերի համար իբր թե առանց հայերի, դուք կտեսնեք, որ խաղաղության պայմանագրեր չեն լինում աշխարհերեսին, խաղաղություն լինում է միայն մեկ գնով, ինչպես 1878 թվականին Բերլինյան այդ վեհաժողովից հետո
մեր պատվիրակությանն ասել էր Գերմանիայի առաջին ռեյխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։ Մեր պատվիրակությանն ասել էր սիրելի հայեր, հաջորդ անգամ, եթե կգաք ինչ-որ անկախության կամ չգիտեմ ինչի ինչ-որ պահանջ ներկայացնելու, բարի եղեք գալու սրին կրթնած եւ ոչ թե գավազանին։ Դա Խրիմյան հայրիկին էր վերաբերում։ Ամեն դեպքում եկան հասան Ճապոնիայի հարցին, սիրելի ժողովուրդ, Ստալինին այստեղ ես պիտի նշեմ անպայման, որ Ռուզվելտի հիմնական նպատակը պատերազմը շուտ դադարեցնելն էր։ Անհասկանալի կորուստներ էին կրում աշխարհի երեսին բոլոր պատերազմների մեջ ռուսական այդ ԽՍՀՄ այդ 15 հանրապետություններ 25-30 միլիոն զոհերով աշխարհում 80 միլիոն զոհեր, չգիտեմ ինչ համաշխարհային այս երկրորդ պատերազմը, բայց բոլոր պատերազմներում, եթե այսպես զուգահեռներով ու ստատիստիկաներով նայեք, ճապոնացիների պես անձնազոհ կռվողներ ես չեմ հանդիպել։ Ճապոնացիները նախընտրում էին գերի ընկնելու փոխարեն մինչև վերջին այդ կռիվը սա այդպես եղել է նաև առաջին աշխարհամարտում։ Ամերիկացիները չէին կարողանում ճապոնացիների դեմն արդել։ Ռուզվելտը փորձում էր Ստալինին համոզել, որ որպես դաշնակիցներ ԽՍՀՄ պիտի պատերազմի մեջ մտնի Ճապոնիայի հետ, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի, բայց Ռուզվելտի հիմնական նպատակը ամերիկացիներին փրկելն էր։ Միլիոնավոր զոհեր էին տալիս ճապոնացիները, փրթում թափում էին ամերիկացիներին։ Ռուզվելտը ուզում էր դադարեցնել, բայց առանց սովետական միության դա հնարավոր չէր։ Ստալինը այստեղ հայտնվեց նորից գահին, ասաց. «Պարոն նախագահ, եթե ես հիմա հանկարծ հայտարարեմ, որ ԽՍՀՄ պատերազմ է հայտարարում Ճապոնիային, լավ, բա ես կամ Մոլոտովը ասենք, ինչպես բացատրենք ԽՍՀՄ ժողովրդին, թե ինչու համար մենք մտանք Ճապոնիայի հետ պատերազմի մեջ, ինչ էր արել մեզ Ճապոնիան։ Սրա համար ես քեզանից կուզեմ Կուրիլները, Սախալինը, ինչ կար այնտեղ, Ռայտեն կարծեմ այդ տարածքը չեմ կոչում եւ ամենակարևորը ստրատեգիական, այսպես շատ կարևոր նշանակության Պորտ Արտուրը։ Ռուզվելտը հասկանում էր, որ Կուրիլները եւ Սախալինը այսպես թե այնպես ճապոնական տարածքներ են, այսպես կարող ենք տալ, հարց չկա, վերցրու են Կուրիլները քեզ են, չգիտեմ, Սախալինը քեզ, բայց ինչպես վարվել Պորտ Արտուրի հետ, որը փաստացի համարվում էր չինական այսպես տարածք եւ չինական այդ ժամանակ Չինաստանի ղեկավար Չանկայշի, կարծեմ, այո, Չանկայշին սերտ հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի հետ։ Ռուզվելտը վախեցավ, որ եթե նա հանկարծ Պորտ Արտուրը զիջի ԽՍՀՄ-ին, ԱՄՆ սենատը սա անպայման, այսպես ասած, չի ընդունի, որովհետև ի տարբերություն դիկտատոր Ստալինի, ինչը ոնց ասեր, այդպես պիտի լիներ, Ռուզվելտը չէր կարող իր գլխի բաներ անել։ Ռուզվելտը սա պիտի տաներ սենատ, սենատը պիտի քննարկեր, բայց սենատում կասեին սիրելի պարոն նախագահ, Չանկայշին մեր բարեկամն է, դու Չինաստանի հաշվին ռուսներին լավություն ես անում, բայց չէ որ Չանկայշին էլ չկա կոնֆերանսում։ Դուք առանց այդ մարդու որոշում եք, որ իր տարածքից ինչ-որ բան պիտի վերցնես 10 ԽՍՀՄ-ի, որ ԽՍՀՄ մտնի պատերազմի մեջ։ Բայց առանց ԽՍՀՄ-ի հնարավոր չէր այդ պատերազմը հաղթել եւ այստեղ դարձյալ այդ Մանժուրիայի հայտնի գործողությունը 45 թվականի ամռանը, երբ որ սովետական բանակի այդ զորքերը մտան ճապոնական Քվանտունյան բանակի դեմ պատերազմի, երբ որ մարշալ Արմենակ Խամպերյանցը կազմակերպեց այդ օդային ռմբակոծումները, Ռուզվելտը գնաց զոհողության եւ Չանկայշին, այսպես ասած, մեղմ ասած, արդեն որիորդ անգամ փուռը տվեց Չինաստանին, որպիսի կարողանա Ստալինի օգնությունը ստանալ Ճապոնիայի դեմ պատերազմում։ Ստալինը թաց տեղ պարկող չէր։ Ստալինն ասեց. «Պարոնայք, ես ինչի համար պիտի մտնեմ Ճապոնիա այդ պատերազմի մեջ։ Այնա սպանում ա, ձեզ սպանում ա, խնդրեմ, գնացեք կարողանում եք, թե բայց չէին կարողանում, չէին կարողանում ճապոնացիների պես կռվողներ, ես չգիտեմ աշխարհի երեսին, եթե այդպես համեմատելու լինենք, ամեն դեպքում սովետական միությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Բայց մինչև պատերազմ հայտարարելը, սիրելի ժողովուրդ, Յալտայի կոնֆերանսին ՄԱԿ-ի
Հարցերն էլ լուծվեց, սովետական միությունը այսպես ֆորմալ Մոլոտովին Ստալին ուղարկեց, այսպես երբ որ նայում ես այդ փաստաթղթերը, երբ որ կարդում ես, սա ծիծաղելի է անգամ, որովհետև Ստալինն այսպես հեգնանքով Մոլոտովին ասում է՝ գնա տես ինչ են դրանք մոգոնել, ինչ օն մոն են խաղում, ինչ են խաղում, գնա տես ինչ են անում, ֆորմալ այսպես, թեև այդքան էլ ֆորմալ չէր, որովհետև Ստալինը գիտեր այդ ՄԱԿ-ի եւ լավ եւ վատ կողմերը, Ռուզվելտը ամեն դեպքում այսպես կարելի ասել հաղթանակած գնաց, Ստալինը խոստացավ, որ Եվրոպայում թույլ կտա անցկացնել ազատ ընտրություններ, թույլ կտա Բերլինը վերանորոգել, այսպես ավերված Բերլինը, ընդամենը 2-3 շաբաթ անց Ստալինը ոտքի տակ տվեց Յալտայում ձեռք բերած բոլոր համաձայնությունները։ Ռումինիայում այսպես ուղղակի իշխանության բռնազավթում եղավ, կոմունիստների վերցրեց դրեց իշխանության։ Լեհաստանում հասկացավ, երբ որ Անգլիա աքսորված այդ նախկին կառավարությունը, որ 39 թվականին աքսորվել է, պիտի հետ գա, դրա դեմն էլ առավ։ Լեհաստանում էլ դրեց կոմունիստների։ Ռուզվելտը այսպես խառնվեց իրար ապրիլի 1-ի, կարծեմ, այո, ապրիլի 1-ի 45 թվականի ապրիլի 1-ին հայտնի ելույթ կա, անգամ ելույթը անգամ ալիքում կա, YouTube-յան կարող եք այդպես նայել, Ռուզվելտը այսպես զայրանում է, այսպես նոտա է հղում, մեղմ ասած, պարոն Ստալին, չէ, որ մենք պայմանավորվել էինք ազատ ընտրություններ, Չերչիլն այնտեղից ասում է, պարոն, եթե մի բան է վերաբերվում է կոմունիստներին, ինչ ազատ ընտրության մասին է խոսքը, դու չգիտես ում հետ ես գնում, սա կոչվում էր դաշինք սատանայի հետ։ Չերչիլը այսպես է պատասխանում Ռուզվելտին, եւ ապրիլ 1-յան այդ հայտնի ելույթից հետո ընդամենը 11 օր անց, ապրիլի 12-ին Ռուզվելտը մահանում է։ Ռուզվելտը մահանում է, այսպես ասած, վերջնական հաղթանակի համը չտեսնելով, նույնիսկ չտեսնելով գերմանացիների կապիտուլյացիան, բայց Ռուզվելտի մահից հետո ԱՄՆ նախագահ է նշանակվում փոխվարչապետը, փոխպրեզիդենտը ներողություն, փոխպրեզիդենտ Գարի Տրումենը, որը ողջ կյանքը եղել է փողկապներ վաճառող։ Սպիտակ տանը այսպիսի անեկդոտի պես էր, հասկանում եք, ասում էին, Ռուզվելտը Տրումենին բերել է, որպեսզի ընդամենը ձայներ ապահովի։ Տրումենը ընդամենը գալուստուկներ էր ծախում։ Դրան այդպես էլ ասում էին, «Պրադավեց գալուստուկը»։ Դիվանագետ չէր էս մարդը։ Հետո Անգլիայում ընտրությունների ժամանակն էր, արդեն եւ չգիտես ինչ նախախնամությամբ։ Ի զարմանս հենց Ստալինի Չերչիլը տարվեց, պարտվեց ընտրություններում։ Չերչիլը դուրս մնաց խաղից, Ռուզվելտը մահացավ։ Իշխանության եկավ գալուստուկներ վաճառող Գարի Տրումանը։ Ստալինը մտածեց, որ Տրումենի հարցերը 1, 2, 3 ընդամենը կարելի է այսպես մեջտեղից վերցնել, այդպես հեգնանքով էր խոսում նրա մասին, ասում էր այդ «Պրադավեց գալուստուկը»։ Բայց Գարի Տրումենը կարողացավ «Դյադյուշկա Ջոյի» կերպարը, ինչպես ԱՄՆ-ում ընդունված էր Ստալինին այսպես համարել մեծ կումիր, հա, կուռք, կարողացավ կոտրել այդ կերպարը, կարողացավ օգտագործել Չերչիլին հատուկ, Չերչիլն արդեն դիվանագիտությունից դուրս էր, Չերչիլն արդեն այսպես ասած իր զառամյալ ծերությունն էր անցկացնում, իր Չերչիլի բոլոր պլանները այսպես իչիք եղան բոլոր հարցերում, Չերչիլին կանչեց ԱՄՆ, ասաց դու ես գիտեմ, որ այսպես մեղմ ասած ատամ ունես ռուսների վրա, հիմա դու պիտի անես, որովհետև ի տարբերություն ինձ, Տրումենը գիտեր, որ ինքը հեղինակություն չէ, Տրումենը իմիջիալոց նրա թոռն էր պատմում, Տրումենի թոռը ասում է, պապիկ ասում է, միշտ բողոքում էր, ասում էր, ես չհասկացա, ես ԱՄՆ-ի պրեզիդենտ դառնալ, это как играть в Бога, այսպես ռուսերեն էր ասում այդ հաղորդման մեջ, ասում էր, ախր ես ով եմ, որ ԱՄՆ տանեմ առաջ, բայց հենց Տրումանը կարողացավ կոտրել արևմուտքի այդ կուռքը Ստալինի դեմքով եւ Տրումենը կարողացավ գնալ Ստալինի այդ սառը պատերազմին, Տրումենը կարողացավ կոտրել Ստալինի ողնաշարը այն դեպքում, երբ որ Ստալինը օկուպացրեց Բերլինը, որպեսզի գերմանացիները սովամահ լինեն, բայց չգնան
Եվրոպա, որովհետև Տրումենը որոշել էր, որ պիտի եվրոպական օգնություն ցուցաբերի, հա, սա կոչվում էր պլան Մարշալը, դուք դրա մասին գիտեք, հա, գեներալ Մարշալներ այդ պլանը կազմել եւ սովետական միությունը հաթաթա էր տվել բոլոր այն երկրներին, որոնք փորձեն օգտվել այդ Մարշալի ծրագրից, բայց Տրումենը կարողացավ այդպես փողով կամ այսպես օգնություններ հասցնելով գերմանացիներին գոնե արևմտյան գերմանացիներին թեքել դեպի էյան եւ Գերմանիան կիսվեց երկու մասի։ ԱՄՆ-ը եւ Անգլիան Գերմանիան հայտարարեցին արևմտյանը ֆեդերատիվ հանրապետություն, այստեղից դեմոկրատական հանրապետություն հռչակեցին ԽՍՀՄ-ում եւ տեսակ թե ինչ եղավ պետության հետ, որի, այսպես ասած, Հիտլերը ընկավ, ֆաշիզմը ընկավ, բայց գերմանացիները այդպես էլ չկարողացան ազատվել կոմունիզմի եւ կապիտալիզմի լծից, որոնք ամեն տասնամյակը մեկ, 20-ամյակը մեկ փորձում են ինչ-որ պայմանագրեր կնքել, հետո կորեական պատերազմ, հետո Վիետնամի պատերազմ, խայտառակություն ԱՄՆ-ի համար, հետո Աֆղանստանի պատերազմ, այս բոլոր խաղաղության պայմանագրերի հետ միասին։ Ես որպեսի շատ չմանրանանք պատմության մեջ, որովհետև սա իրոք շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ դրվագներ ունի, շատ մանր դրվագներ ունի, կարելի է ժամերով նստել խոսել այս մասին, թե ինչպես այս երեք լիդերները, որոնք կոչված էին իբր թե խաղաղություն բերելու աշխարհին, ընդամենը բուֆերային այսպես տարածքներ էին ուզում ամեն մեկն իրենց համար։ Ամեն մեկն իրենց համար բուֆերային տարածքներ էին ուզում եւ Ստալինը սա հայտարարում էր բացեի բաց։ Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան, չգիտեմ, Չեխոսլովակիա։ Հիմա եթե այդպես դառնանք այս սահմանով, գանք թուրքական սահմանով, իմիջիալոց շատ-շատ վտանգավոր պահ էր այդ 43 միջև Ստալինգրադի ճակատամարտը շատ վտանգավոր է ռուս-թուրքական սահմանին, որովհետև թուրքերը ամեն վարքյան սպասում էին, որ գերմանացիները հանկարծ մի քայլ էլ ավել գնան, իրենք մտնելու են Ռուսաստան, բայց Ստալինգրադի ճակատամարտից հետո այս թաց տեղ չպարկող այս խորամանկ թուրքերը ոչ միայն հետ կանգնեցին այդ ծրագրից, այլ նաև պատերազմի վերջին ընթացքում պատերազմ հայտարարեցին Գերմանիային, որի հետ ուզում էին դաշինք կազմել, իբր թե աշխարհին ցույց տալու համար, որ տեսեք, մենք չէինք ուզում մտնել Ռուսաստան, մենք էլ էինք ֆաշիզմին դեմ, սա թուրքերի այդ աղմաղ քաղաքականությունը, նույնիսկ ծիծաղելի քաղաքականությունը, բայց վտանգավոր էր դարձել դրա համար ԽՍՀՄ-ում գիտեն այդ բուֆերային զոնաների, ներողություն արտահայտությանս, այդ բուֆերային տարածքների նշանակությունը Անդրկովկասի մասին էր խոսքը։ Պարոնայք, հայեր, խաղաղությունը, սիրելի ժողովուրդ, չեն վաստակում կոնֆերանսներում, խաղաղությունը չեն ստորագրում, խաղաղության տակ չեն ստորագրում։ Իմիջիալոց, երբ որ Ռուզվելտը փորձում էր Ճապոնիայի հարցով այսպես համաձայնության գալ Ստալինի հետ Յալտայում, ասում են մի երեկո նրան կանչեց Մարտինի խմելու, Ռուզվելտը շատ էր սիրում Մարտինի, եւ սա այս ամենը արվում էր Չերչիլի թիկունքում։ Չերչիլը պիտի չխառնվեր Ճապոնիայի այդ հարցերին, Չերչիլին չէր էլ հետաքրում, Չերչիլը Հունաստանն էր ուզում։ Ասում են, որ սա արդեն նորից մայիսկու օրագրից է, արդեն մայիսկու հիշողություններից այդ դիվանագետի, որը մասնակցել է այդ Յալտայի կոնֆերանսին, հա, ասում են Ռուզվելտը միամտությամբ, այսպես թե չեմ կարծում, թե ԱՄՆ նախագահը կարող էր միամիտ լինել, բայց փորձում էր այսպես հոգեհարազատ ինչ-որ զրույցի հասնել, այսպես անձնական կոնտակտի գնալ Ստալինի հետ, ազդել նրա խղճի վրա կամ բարոյականության կամ գտնել Ստալինի մեջ մեկին, որի հետ կարելի է զրուցել, այսպես հոգեպես նստել ու զրուցել, հա, բայց Ռուզվելտը չէր հասկանում, որ Ստալինի պես գել ու գազանի հետ հնարավոր չի, որովհետև Ստալինը մարդկային զգացմունքների հետ բացարձակ ոչ մի առնչություն չուներ։ Չէր կարելի Ստալինի հետ դու չէիր կարող նստել այսպես հոգեպես զրուցել Ստալինի հետ, մարդը չէր։ Ստալինը ողջ կյանքը եղել է երեխա ժամանակվանից, ես չգիտեմ ձեզանից ովքեր են տեղյակ, բայց ես մի անգամ սրա մասին խոսել եմ, որ նա իծնե արատ ուներ, ոտքի մատները չէին աճել, թերաճ էին, նրան բակում սմբակավոր էին ասում։
Հայրը հարբեցող էր, մայրը ավանդական այսպես կաթոլիկ էր, երկուսն էլ հալածում էին, հայրը ծեծում էր, մայրը մտածում էր, որ տղան պիտի գնա, չգիտեմ, ավանդական այսպես կաթոլիկ կրթության, Ստալինը ողջ կյանքը իր սեփական այդ վախերից չի ազատվել։ Ստալինը ողջ կյանքը մնացել է իր մանկական վախերի հպատակության տակ եւ վերջապես Ստալինը 53 թվականի մարտի 5-ին մահացավ միայնակ իր սենյակում, որովհետեւ մարդիկ վախենում էին անգամ դուռը բացել, թեև սա շատ լուրջ հարց է եւ կարծում եմ այստեղ անպայման ինչ որ մատ կար խառը, բայց ես չեմ մտնում դրա մեջ, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ Խրուշչովը, այսպես ասած, իշխանությունը վերցրեց եւ ստալինյան ապարատը ընձելով գնաց, մի քանի հոգու այսպես միայն խնայեց, այդ թվում սովետական միության ամենաերկարակյաց, ամենաէֆեկտիվ, ամենահաջողակ, չգիտեմ, ամենասկանդալային երևի թե ամենաներից, այսպես կարելի ասել, ամենաէֆեկտիվ, ամենասկանդալային, ամենաերկարակյաց Սանայինցի Միկոյան Անաստասը։ Եվ Խրուշչովը հետո Միկոյան Անաստասին կօգտագործի Կարիբյան ճգնաժամի հարցերում, շատ հարցերում եւ Միկոյան Անաստասը Իլիչից կգնա մինչև Իլիչ։ Ռուս պատմաբան, ես հաղորդման այդ ռուս պատմաբանի պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է այդ մարդը, այդ հաղորդումը, կարճ հաղորդում է, շատ կարճ, ես կփորձեմ հիմա գտնել, կդնեմ մեկնաբանությունների մեջ, ռուս պատմաբանը պատմում է, սա ես չեմ ասում, պատմում է ռուս պատմաբանը, ես կդնեմ, դուք նայեք հաղորդումը, պատմում է հայերի ավանդի մասին երկրորդ աշխարհամարտում, հայրենականի մասին չէ խոսքը, աշխարհամարտում, Ճապոնիայում, Իտալիայում, Աֆրիկայում, այսինքն որտեղ որ ֆաշիզմը փորձում էր մտնել, Ռումինիայում, պատմում է հայերի ավանդի մասին եւ հայերի թիվը, այսպես ասած, ողջ աշխարհով մեկ ժամանակ 10 միլիոն չգիտեմ կար թե չկար եւ սովետական Հայաստանի այսպես բնակչության թիվը համադրելով ռուս պատմաբանն ասում է հայերին դուրս ենք բերում պատերազմական թատերաբեմից զինվորներով, գեներալներով, մարշալներով 17 կարծեմ թե 18 սովետական միության հերոսներով, քանիսի անուններն էլ մենք չգիտենք եւ ասում է պատերազմը այլ ելք կունենար, թե ինչ ելք կունենար, սիրելի ժողովուրդ, ես դրա մասին չեմ կարող ասել, բայց այս ժողովուրդը, ես չեմ վախենա այդ բառից, հաղթանակած ժողովուրդը, քանի տարի ապրում է ինչ-որ ստորագրված պայմանագրով, որը ճակերտների մեջ կոչվում է խաղաղություն, բայց եթե դու նայում ես վճարված գինը եւ ուզում ես նայել դրա արժեքը, այս փակագծերը արդեն առանձին բացելու թեմա է։ Նորից եմ ուզում հիշեցնել Գերմանիայի ռեխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը. որևէ քաղաքական պահանջ ներկայացնելու համար պետք էր ներկայանալ ոչ թե խոնարհ հայացքով գավազանին կրթնած, այլ հպարտ հայացքով կրթնած սրին։ Միայն այս կերպ են խաղաղությունը վաստակում, որովհետև նման կերպարի վրա ով ով կփորձի հարձակվել։ Խաղաղության մեջ պետք է հաղթել եւ պատերազմը քո դուռը չի հասնի։ Եթե հասնի էլ, գալացողը գիտի, որ շատ կարճ ժամանակում հետ է գնալու։ Այսպես ագրեսիաները շատ քիչ են լինելու այն ժողովուրդների դեմ, որոնք խաղաղության մեջ հաղթանակած են, սիրելի ժողովուրդ, բայց սա արդեն կրկնում եմ, եթե 90-ականներից վերլուծելով գանք, մի առանձին ու ավելի ցավոտ թեմա է խոնարհում ես բոլոր տղաներին, իշատակ, բոլոր նրանց, ովքեր չվերադարձան եւ ոչ միայն չվերադարձան, այլև տեղյակ էլ չեղան, թե ինչ կատարվեց, ինչպես մեր ամենայն հայոց Թումանյանի Ծմկաբերդի առումն էր ասում, հա, ցավին անտեղյակ, դավին անտարբեր։ Անշարժ մնացեք, անփորձանք մնացեք, կհանդիպենք, ցտեսություն։